Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ հերգինս ես, Սուրբ Եղիցյան ունքո, եկեսե արքայություն քո, եղիցին գամ քո, որպես հերգինս և հերգրի, ըսհաց մեր հանաբազորդ դուր մեզ այսօր, և թող մեզ զբարդիս մեր, որպես և մեկ թողում կմերոց բարդաբանած, և մի դանիրս մեզի փորձություն, այլ փրկյազ մեզի չարեն, զիքո է արքայություն և զորություն և փառք Հավիդյանս Հավիդենից ամեն։ Իմաստություն հոր Հիսուս, դուր ինձ իմաստություն, ըսպարիս խորհել և խոսել և կործել, առաջիկո համենայն ժամ, իչար խորհրդոց, իփանից և իքործոց, փրկյազիս, և ողորմյա քո արարածոց, և ինձ բազմամեղիս, ամեն։ Գահավադանք ամենասուրբ երորդության, հորը որդիին և սուրբ հոգիին, գահավադանք Գաբրիելի ծերամփ ավետումին, Քրիստոսի ծնունդին, մգրդության, չարչարանքներուն, խաչելության, երեկորյա թաղումին, հարության, Աստվածաբես համբարնալուն և հոր աչագոմը նստելուն, և ահեղ ու փառավոր երկրորդ քալուստին գնդունինք և գահավադանք ամեն։ Քրիստոս հարյավի մերելոց։ Քրիստոս հարյավի մերելոց։ Քրիստոս հարյավի մերելոց։ Ամեն սիրելեր, ցեզի մեզի մեծ ավետիս, որովհետև մենք օրը հարուցյալ դերը պիտի տեսնենք, թեմ հանդիման պիտի գտնվենք։ Փառք իսկապես։ Սիրելի քույրեր եղբայրներ, ահավասիկ Սուրբ Զադիգ է եւ Զադկվա այս օրհնյալ օրերը մենք ապրենք։ Այսօր գրգնակի ուրախության օր է, որովհետև եւ Սուրբ Զադկվա սիրելիներ երրորդ օրն է եւ նաեւ Աստվածամոր ավետման օրն է, ապրիլ 7-ն Աստվածամոր ավետման օրն է, եւ որ Գաբրիել Ռեշտագաբեդը Աստծո կողմէ ուղարկվեցավ Նազարեթ քաղաք, այնտեղ գույսիմը, որ սրբությամբ ապրած էր, եւ ըսավ ուրախացիր, ով շնորհալի գույս, որովհետեւ Աստված քեզի հետ է։ Պիտի հղանաս Սուրբ Հոգիեն, զավակ պիտի ծնիս, եւ անիկա բարձրյալին որդին պիտի լա, եւ անիկա է որ պիտի փրկի աշխարհը։ Հետևաբար սիրելներ, այսօր այդ ավետման օրն է։ Այդ ավետիսը ընդունեց Աստվածամայրը։ Եթե Աստվածամայրը այդ ավետիսը չընդուներ, սիրելիներ, այդ ժամանակ չեմ գիտեր որ մեր փրկությունը ինչպես պիտի լար։ Ինք ընդունեց ասելով ես Տիրոջ աղախինն եմ, ինչպես որ ասիր այդպես թողը լա ինձի։ Եվ սիրելիներ, մենք ամեն անգամ հավատամքի մեջ կսենք, եւ որ Հիսուսի բաժինը գարդասանենք, ասենք, ուրեմն գահավադանք որդիին, որ հորը որդին է, լույսեն լույս, անիկա գսենք, ինչ, մարմնացավ, մարդացավ, ծնավ, գադարելաբես, ի Մարիամա սրբո գուսեն, հոգվովն սրբով, ուրեմն սուրբ հոգիով Աստվածամորեն ծնավ, վասն մերո փրկության, մեր փրկության համար։ Ահավասիկ ավետիս էր, բայց նաև սիրելներ ուրիշ ավետիս, որ Քրիստոս թեև մահացավ մարմինով, բայց սիրելներ իր աստվածությամբ, իր օքիով իջավ թժողքի թռները խորտակեց, այնտեղ են արդարներ օքիները բերավ տրախտ, եւ ապա երրորդ օրը փառավոր մարմինով հարություն արավ, եւ երևցավ իր աշակերտներուն եւ 40 օր իր աշակերտներուն հետ եղավ ու անոնց շատ բաներ սորվեցուց։ Մենք ալ սիրելներ Քրիստոսի օրինակով եւ իր զորությամբ եւ իր կողմէ իր երկրորդ կալուստին հարություն պիտի առնենք։ Այլևս մահը մեր վրա իշխանություն չունի։ Օվսիա մարգարեին Պերնով Բողոս Սարակյալալ գգրտնե, մենք ալ այսօր գգրտնենք, որ մահ ուր է քո հաղթանակդ, թժող ուր է քո խայթոցը, որովհետեւ արդեն մահը բարդվեցավ։ Դերը իր մահվամբ հաղթեց մահվան, ջզմեց, գործանեց մահը եւ իր հարությամբ մեզի կյանք տվավ։ Անորամար սիրելներ, երբ որ մեր մարմինը կմահանա, մեր հոգին չի մահանար։ Բացարձակ կերպով աղանդավորներ գսեն, որ հոգին կմահանա, հոգին չի մահանար, հոգին անմահ է,
Մարդու մարմինը գմերնի հողին գտարնա, որովհետև հողեն արտնվեցավ, հոգին անմահ է։ Գսպասես սիրելներ մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը, անոնք որոնք արդեն արդար ու հավատացյալ կյանքով ապրած են, պիտի սկիզբեն նախաջաշակը ունենան, վայելեն արդեն այդ տրախտային երանությունը, մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը, երբ դերը իրենց դիմաց պիտի փանա հավիտենական կյանքը, երկնքի արքայությունը, իսկ անոնք որոնք դժբախտաբար անհավատ կյանքով գաբրին այս կյանքի մեջ ու գմերնին, անոնք սիրելներ արդեն իսկ նախաջաշակը գվայելենը ճագերդի մեջ անշուշտ թժողքի արհավիրքներուն, որով ինչպես որ մեծահարուստը թժողքի գրագի մեջներ, մինչև Քրիստոս վերադառնա եւ այս անգամ դերը անթունթի լիջին մեջ, քենի լիջին մեջ ուղարկե հավիտենաբես այնտեղ դանչվելու։ Սիրելի քույրերի եղբայրներ, քանի որ այսօր Սուրբ Զադիգեն յետք, Սուրբ Հարութենեն վերջ առաջին ուրեմն սերդողության երեքշաբթի օրն է, եկեք միասնապար որպես հավաքական ընթերցանություն միասին ընթերցենք 150-րդ Սաղմոսը, օրհնություն երգեցեք Տիրոջ։ Եկեք ուրախությամբ օրհնություն երգենք Տիրոջ։ Օրհնություն երգեցեք Տիրոջ։ Օրհնություն երգեցեք Աստուծո իր սրբարանի մեջ։ Օրհնություն երգեցեք անոր իր ամրոցին մեջ, երկինքին մեջ։ Օրհնություն երգեցեք անոր իր հզոր գործերուն համար։ Օրհնություն երգեցեք անոր իր անսահման մեծության համար։ Օրհնություն երգեցեք անոր եղջերափող հնչեցնելով։ Օրհնություն երգեցեք անոր դավիղով ու քնարով։ Օրհնություն երգեցեք անոր թափ զարնելով ու բարով։ Օրհնություն երգեցեք անոր լարավոր նվակարաններով ու սրինքով։ Օրհնություն երգեցեք անոր մեղմաթրթիր փամփիրներով։ Օրհնություն երգեցեք անոր մեծաշրինդ ձնձղաներով։ Շնչավոր բոլոր էակները թող օրհնություն երգեն Տիրոջ։ Օրհնություն երգեցեք Տիրոջ։ Ամեն։ Ալելույա, ալելույա։ Սիրելիներ, եկեք միասին մենք ալ օրհնություն երգելու համար երգենք Սուրբ Ներսես Լամփրոնացիի գրած Հարության շարագանը այսօր հարյավ իմերելոց Փեսան ամմահ եւ երգնավոր քեզ ավետիք խնդության ուրախության ավետիս ուրախություն հարսն ի հերգրե եկեղեցի երգրեն ելած եկեղեցի թուն որ հարսես օրտնյա ի ցայն ծնծության օրտնե ծնծության ցայնով զաստվածը Սիոնի մեջ Քրիստոս արյավի մերելոց այսօր անջար լույսն իլուսո այսօր անջարելի լույսը Քրիստոս այսինքն որ լույսեն Աստուծմե լավ լուսավորեց մանուկները այսինքն եկեղեցու հավատացյալները լուսավորվե ով Երուսաղեմ որովհետև այսօր քու լույսդ Քրիստոսը հարություն արավ օրտնե ծնծության ցայնով զաստվածը Սիոնի մեջ այսօր անկիդության խավարը հալածվեցավ երյակ լույսով եւ քեզի ցակեցավ գիտության լույսը մերելներեն հարություն արած Քրիստոսով օրտնե ծնծության ցայնով զաստվածը Սիոնի մեջ եկեք երգենք միասին ուրախությամբ ամեն մեկ դունենի հետ Քրիստոս հարյավի մերելոցենք Այսօր հարյավ իմերելոց Փեսայն անմահ եւ եկնավոր քեզ խնդության հարցնեգրե եկեղեցի օրտնյայի ցայն ծնծության
Աստված քո Սիոն Քրիստոս արյավ իմերելոց այսօր անջար լոսավորյաց զմանգո նսկո լոսավորյա Երուսաղեմ քանզե հարյավ լույսկո Քրիստոս օրդյայից այն ծնծության զաստված քո Սիոն Քրիստոս արյավ իմերելոց այսօր խավար անգեդոտյան հալածեցավ երյակ լոսով և կեզակյաց լույս կեդոտյան հարոցյան իմերելոց Քրիստոս օրդյայից այն ծնծության զաստված քո Սիոն Քրիստոս արյավ իմերելոց Քրիստոս արյավ իմերելոց օրդնյալ է հարությունն Քրիստոսի հաջորդն ալ սիրելիներ դարձյալ գսվի քովե ով Երուսաղեմ դերը Երուսաղեմը սիրելիներ նոր Երուսաղեմը ոչ թե Երուսաղեմ քաղաքն է այլ Քրիստոսի ավադացող ժողովուրդն է եկեղեցին է հետևաբար գսե քովե օրտնապան է Երուսաղեմը եկեղեցի ով եկեղեցի քովապան է դերը որովհետև հարյավ Քրիստոս մերելներեն եկեք ժողովուրդներ երկեցեք Տիրոջ ալելույա Փառք տանք Հորը Որդին եւ Սուրբ Հոգին այժմ եւ մինչ Տեվավիդյանը Սավիդենից ամեն մերելներեն հարուցյալին ալելույա որ աշխարհը լուսավորեց ալելույա եկեք միասին երգենք ժողովուրդ ինձ ետևեցեք մի կաշկշեք եղանակներ ինձ ետևեցեք Քովյա Երուսաղեմս դե հարյավ Քրիստոս իմերելոց ալելույա եկայք ժողովուրդ երկեցեք դյան ալելույա
kor yevortvo yevokvoy serpo ashmyev mishyev havidyas havidenitz amen harutzeluini merelots Alleluia Vorzashcharas lo saboriats Alleluia Շատ լավ Հաջորդ մեր վերջին երգը Քաղցրիկ, այո, այսօր ավելի մոդ եմ Սիրելիներ Գսկանք, որ այսօր ավելի մոդ ենք երկնքի արքայության ժամանակներու ավարտին Կան օրինակ 2000 տարի առաջ Հետևաբար այսօր ավելի մոդ ենք Եվ որ ամեն արդու արդնակ հիշեք, որ ավելի մոդ ենք Ես հաճախ կսիրեմ ասել, որ ամեն անգամ, որ դարեթարցս կա Եվ դարեթարց տոնեմ, գսեմ դարիմը ավելի մոդեցա աստուծո Մի վախնակ ծեր դարիքը նշել է, սիրելի դիգիներ, աչք չեն թպնարցեզի, ոչ ալ մեկը ծեր դարիք են գրնա կողնալ, պայց թուք զգացեք, որ դարիմը ավելի աստուծո մոդեցակ, և նայցեք, ամեն մարդ աստուծո պիտի մոդենա, հավատացողներն ալ չհավատացողները, բարձաբես որ հավատացողները հոգիով կմոդենան, իսկ անհավատները ուզեն չուզեն պիտի մոդենան, որտեղ վերջո եւ որ դերը կա, զիրենք դժբախտաբար հավիտենաբես պիտի գործընծնեն ինչպես այսօր պիտի սերդենք, բայց ավելի լավ է որ հավատքով մոդենանք Տիրոջ ամեն օր եւ դարվան մեր դարեթարցը դոնենք ավելի մոդեցած լանք Տիրոջ, որովհետեւ սիրելներ այս կյանքի սլակը ամեն մարդ որ գծնի գսկսի թեպի ավարտը հասնել։ Երկենք միասին Քաղցրիկ աստու խորհուրդ մգա Քաղցրիկ աստու խորհուրդ մգա Գրգին միտքս կոկա Մոտ եմ եկնից ալավելի Այսօր կան թե երբեք էի Մոտ եմ եկնից ալավելի Այսօր կան թե երբեք էի Մոտ եմ իմ երկնավոր հոր Ինձ պատրաստած դան պարավոր Մոտ եմ ջերմակ մեծաթորին Մոտ եմ հասպիս պայլուն ծովին Մոտ եմ ջերմակ մեծաթորին Մոտ եմ հասպիս պայլուն ծովին Գենաց վաղճան ալավելի Մոտ է որ պերս ուսես սկվի Մոտ եմ խաչս վարդնելու Մոտ եմ բսակս ժարանքելու Մոտ եմ խաչս վարդնելու Մոտ եմ բսակս ժարանքելու Հայր իմ եղիր ինձ վերամուր Դգար մարմիս տուն զորացուր Ձեզ կուզորեղ թևով պրնե Հույս ասաստատուն հաստատ է Ձեզ կուզորեղ թևով պրնե Հույս անհաստատուն հաստատ է Պատրաստը լամավանքեդեն Անցնիլ և որ գանչես մեկեն Կուց է մոդ եմ ալավելի Քան թե իմին մտքես կանցնիլ Կուց է մոդ եմ
մահալավելի քան թե իմին մտքես կանցնի Փառքես Աստված Փառքես հաղաքս ամենայնի դեր Փառքես Քրիստոս արյավի մերելոց Քրիստոս հարյավի մերելոց Քրիստոս հարյավի մերելոց Ամեն սիրելներ հարուցյալ դիրոջ շունչը ներգայությունը զորությունը ծեր ոսկորներուն ծեր ողն ու ձուձին մեջ մտնե ծեր ընտանիքներեն ներս մեր ասկի զավակներեն ներս ամբողջ աշխարհի ժողովուրդներեն ներս որբեսի բոլորն ալ սիրելներ հարուցյալ Քրիստոսին կան դեսնեն հարուցյալ դերը եւ ինչպես որ հարյուրաբեդը թեև մխեց Հիսուսի գողին քեղարտը բայց հավատաց անոր եւ ասավ իսկապես որ ասիգ Աստուծո որդին է այսօր ամենքս ալ սիրելներ այդ հարյուրաբեդին պես որքան քեղարտներ որքան մեխեր խոցած ենք Հիսուսի գողին ցերկերուն ոտքերուն փշեբսակ դրած ենք իր գլխուն մեր մեխքերուն պատճառով բայց փառք Աստծո դերը ողջ է բահած մեզ ո՞և մեկու նկատմամբ այս սիրելներ դերը իր սիրով ներած է մեզ քաված է մեր մեխքերը եւ ահա խաչին վրա դերը մեր բոլորին մեխքերը իր վրա առնելով մեր սիրելներ անեցքը իր վրա առնելով ինք անեցքի դեր դառնալով ներեց մեզի մեր մեխքերը խաչին վրայեն աղոթելով իր հորը եւ ասելով հայր ասոնց մեխք մի համարեր այլ ները իրենց այս ասիգա որովհետեւ չեն գիտեր թե ինչ կնեն սիրելիներ Հիսուսի այս սուրբ խոսքը որքան հոգիներ խոնարեցուցած է իր թիմաց դերը սիրելներ չի նմանիր ոչ Մովսեսի ոչ Մուհամմադի ոչ Բուդդայի ոչ Կրիշնայի եւ ոչ ալ ովև մեկուն բոլորն ալ իրենց մարդկային թերություններով ողլուծած են գրիվ ըրած են բادرազներ մղած են արյուն թափած են բայց դերը սիրելներ եկավ եւ ասավ ես իմ խաղաղությունը սկուդամ ցեզի որ աշխարհի խաղաղութենեն դարբեր է Հիսուսի փերած բادرազմը այո Հիսուս բادرազմ փերավ ոչ թե սիրելիներ մարդոց թեմ ոչ թե իրարու թեմ այլ բادرազմ փերավ չարին թեմ սադանային թեմ որով սիրելներ դերը մեզ ասպարազինեց Սուրբ Հոգին զորությամբ որբեսի բادرազմինք չարին թեմ մեղքին թեմ եւ ոչ թե իրարու թեմ այլ դերը մեզի սիրելիներ Սուրբ բադվիրամը դվավ ասավ իրար սիրեցեք ինչպես ես ձեզ սիրեցի մեկ բանի մեջ եթե պիտի բادرազմինք սիրելներ մեր եսին թեմ մեր մեջի փույն դրած մեղքին թեմ որբեսի կարողանանք մեր եսը սպանելով սիրելներ ուրիշները սիրել որովհետև մինչև այն ադեմ որ մարդ գոչված էյագը անցնասեր է չի գրնար ուրիշը սիրել երբ որ սիրելներ այդ մեր մեջի եսը այդ մեր մեջի հբարդությունը այդ ինքնասիրությունը սպանենք այդ ժամանակ է որ կսկսենք սիրելներ սիրել սիրով ապրի նաև մեր շրջապատին մեջ Բարի եկածեք սիրելի քույրեր եւ եղբայրներ Դեր Հիսուս Քրիստոսի սուրբ հարության զորությամբ գողջունեմ ցեզ բոլորդ բոլոր անոնք որոնք մշտապես ներկայ են այս սուրբ քրոց սերդողությանց եւ բոլոր անոնք որոնք այսօր առաջին անգամն է որ ներկայ են ովքեր առաջին անգամ եկած են այսօր գան նոր եկողը չգա այսօր շատ լավ անոնք որոնք նաեւ վերադարձած են Բարի վերադարձած են եւ անոնք որոնք սիրելներ համացանցի ջամփով գերևին Աստված օրհնե բոլորին փյուր ողջույն Աստված իր սուրբ աչին բահբանությամբ բահեմես բոլորս մեր հայրենիքը աշխարհի խաղաղություն դա որովհետև իսկապես որ շատ ահրելի բաներ կբադահին բայց դիրոջ ողորմությունն է որ կխնդրենք որբեսի դերը բահեմես բոլորս Եվ միջին արևելքի մեջ փրնգած այս բոլոր նեղությունները, բادرազները ավարտին հասցնե։ Սիրելիներ մենք կսերդենք հայտնություն Հովանու գիրքը,
Այսօր բիդի սերդենք եւ ավարտենք Հովանու ներողություն հայտնություն Հովանու գրքի 16-րդ գլխու 17-ին մինչև 21 համարները 7-րդ անոթի ուրեմն բարբումը մենք տեսանք այս գլխուն սկիզբեն 16-րդ գլխու սկիզբեն թե ինչպես Աստված սիրելիներ խոսեցավ 7 հրեշտակներուն որբեսի վերջին բադուհասները վերջին բադիժները թափեն այս երկրի անորեն մարդոց գլխուն եւ 7 հրեշտակները գարկով մեկ առ մեկ իրենց ցերկի մեջ ամաններ ունեին անոթներ ունեին այդ անոթները սկսան թափել առաջինը սիրելիներ իր անոթները երբ որ թափեց երկրի վրա եւ մարդոց վրա շատ քեշ, շատ ահավոր բալարներ, ուրեցքներ, թարախոտ ուրեցներ ելան մարմին վրա։ Եվ անոնք, որոնք երգրբակած էին քազանին, անոր արձանին, անոնք այդ քեշ, ցավալի բալարներով, ուրեցներով ամբողջությամբ լեցվեցան։ Երկրորդ սիրելներ հրեշտակը իր ցերքի բարունակությունը թափեց ձովուն վրա եւ ձովին ճուրերը մերած մարմնու լերթացած արյունի նման լերթացան, հաստ արյուն դարձան։ Երրորդ հրեշտակը իր ցերքի բարունակությունը թափեց այս երկրի քեդերուն եւ խմելու աղբյուրներուն վրա եւ ամբողջ աղբյուրները, քեդերը արյունի վերածվեցան։ Այլ խոսքով սիրելներ վաճառականությունը կանգնեցավ, ձովի լերթացման պատճառով ցուգերը մահացան, ուդելիկները բացեցան, ահա ճուրը հարվածվեցավ։ Չորրորդ ուրեմն հրեշտակը իր ցերքի բարունակությունը թափեց արևուն վրա։ Արև այս անգամ ահավոր դակցավ եւ սկսան մարդիկ այրիլ արևուն դակուտենեն։ Հիշեցեք, այս բոլոր բադուհասները պիտի կան միայն անոնց վրա, որոնք անորեն գերբով Գաբրինայց կյանքի մեջ, որոնք պիտի երգրբակեն ներին Հագաքրիստոսին, իսկ անոնք, որոնք աստվածավախությամբ պիտի ապրին, սիրելներ մարդոց կողմե, ներին կողմե թեև պիտի հալածվին, բայց Աստուծո դված այս պատիժներեն երբեք պիտի չաստվին, ինչպես որ 5 դագարանի մեջ, երբ որ Աստված Եգիպտոսի վրա 10 հարվածները գուղարկեր, այդ ժամանակ սիրելիներ հրյա ժողովուրդը, եբրայեցի ժողովուրդը այդ բոլոր հարվածներեն զերձեր։ 5-րդ հրեշտակը իր անոթը թափեց սիրելներ քազանի քահին վրա եւ ներին վրա այսինքն եւ այդ ժամանակ թանցր շոշափելի խավար եղավ։ 6-րդ հրեշտակը տեսանք որ իր ուրեմն ցերքի անոթը թափեց, բարունակությունը թափեց Եփրատ քեդին վրա եւ Եփրատ քեդը չորցավ եւ այդ ժամանակ թագավորները հավաքվեցան Արմագետոնի մեջ որբեսի բادرազմին Աստուծո եւ անոր օձյալին թեմ այլ խոսքով Քրիստոսի եկեղեցին թեմ Հիմա սիրելներ պիտի տեսնենք 7-րդ հարվածը Նախ եկեք կարդանք 7-րդ հարվածը ինչ է 16-րդ գլխու 17-րդ համարի մեջ կգարտանք եւ ապա սկսեմ բացատրել գսե 7-րդ հրեշտակը իր անոթին բարունակությունը թափեց օթին մեջ եւ երկնքի դաջարեն ու կահեն բարձր ցայն մի եկավ որ գսեր եղավ մենք տեսանք սիրելիներ հայտնություն Հովանու գրքի մեջ 3 շարք 7-ական բադիժներու խումբեր առաջին 7 շարքերը գնիկներն էին, որոնք մեկ առ մեկ բացվեցան քարնուգի կողմե եւ աշխարհին վրա բադուհասներ եղան եւ աշխարհի 1/4 մարդկությունը գործվեցավ։ Երկրորդ շարքի 7 հարվածները փողերն էին, որոնք սիրելիներ հրեշտակներուն կողմե ընչեցվեցան մեկ առ մեկ եւ դարձյալ ահավոր հարվածներ դեղացին երկրի վրա եւ աշխարհի 1/3 մարդկությունը եւ 1/3 մասը աշխարհին գործանեցավ։ Այս վերջին շարքի հարվածները, անոթներու հարվածները սիրելներ, վերջին հարվածներն են։
Այս հարվածներուն ժամանակ Աստված աբաշխարության արիթ պիտի չդա այլևս։ Եվ սիրել ինչու, որովհետև մարդկությունը այնքան իր սիրտը պիտի գարձրացնե Աստուծո թեմ, որ փոխանակ դառնալու Աստուծո ընդհանրակը պիտի հայոյե։ Մենք տեսանք եւ որ 4-րդ եւ 5-րդ հարվածները, անոթները տեսանք, որ թափեցան մարդկության վրա, արևուն եւ Սադրայի թագավորության վրա, ների թագավորության վրա, այդ ժամանակ սիրելներ մարդիկ սկսան հայոյել Աստուծո։ Հիմա այս հարվածը, այս 3-րդ 7-նյակ շարքի հարվածներուն վերջին հարվածն է։ Ասկևերջ սիրելիներ, պիտի բաժվի մեծ բորնիգը Բաբելոն քաղաքը, պիտի բացատրեմ հաջորդող շաբաթներուն Աստծո կամքով, եւ դեղի պիտի ունենա Քրիստոսի երկրորդ գալուստը։ Այսինքն մենք սիրելներ հիմա սկիզբեն Աստված մեզի ամեն ինչ կհայտնի, որ աշխարհի վախճանեն ամիջապես առաջ ինչեր պիտի բադային։ Եվ այս մասին աշխարհի վախճանեն առաջ միակ, լավ լսեցեք, միակ հայտնող գիրքը քրիստոնյաներու սուրբ գիրքն է, նոր գդագարանը։ Միակ։ Ուրիշ ոչ մեկ գիրք չի խոսիր այդ մասին։ Այո, 5 գդագարանի մարգարեներու մեջ մարգարեություններ կան, քուշագություններ կան, բայց հստակ կերպով միակ գիրքը սիրելներ նոր գդագարանն է։ Եվ քանի որ նոր գդագարանի պաշտոնյաները, եկեղեցվո գրոնավորները այս մասին կբարձրացնեն աշխարհին, աշխարհը սիրելներ գադե քրիստոնյաները։ Ինչու գադե աշխարհը։ Որովհետև Հիսուսը ասավ, եթե աշխարհը ցեզ գադե, գիտեք որ նախ զիս ադեց։ Նախ Հիսուսը ադեցին։ Հիսուսը ադեցին ու Հիսուսը խաչ բարձրացին։ Ինչու։ Որովհետև Հիսուս ճշմարտությունը խոսավ։ Քրիստոնյաները սիրելներ ճշմարտությունը խոսողն են։ Քրիստոնյան հետաքրքրական է, բզիկ այսպես փագակիցի մեջ։ Մենք շաբաթ գիշերը ջրակալույցին, զադիգե 1 գիշեր առաջ, մեր բակը ինչով կփանանք, ցուգով, որտեղ Հիսուս ալ հարութենեն յետքիրաշագերտներուն երևցավ, ինչ կերավ, ցուգ կերավ, հետաքրքրական է, եւ նաեւ չամիչով փիլավ, չէ՞։ Գիտեք խորհրդանիշը ինչ է, ինչու չամիչով փիլավ գուտենք։ Փիլավը խորհրդանիշ է ժողովուրդներուն, ազգերուն։ Իսկ չամիչը խորհրդանիշ է քրիստոնյաներուն։ Չամիչը ավելի քիչ է փիլավի մեջ, քան փիլավը, չէ՞։ Բայց չամիչն է, որ փիլավին ինչ կուտա։ Համ, քաղցրություն։ Քրիստոնեությունն է, որ այս աշխարհի մեջ ինչ կուտա։ Համ, քաղցրություն։ Քրիստոնեությունը վերացուցեք, աշխարհի համը ինչ կլա, գգորչի։ Հիսուս ինչ ասավ քրիստոնյաներուն, հավատացյալներուն։ Թուգեք այս երկրի աղը։ Աղը համ դվողն է, քրիստոնյան է անիկա։ Սիրելիներ, տեսեք, այն երկիրներու մեջ, ուր որ քրիստոնեությունը հալածվեցավ եւ վերացավ, այդ երկիրներու մեջ անեծք ինքավ։ Այդ երկիրներու մեջ սիրելներ ահավոր բաներ բադայեցան։ Եվ շարունակեմ, ուրեմն այստեղ 7-րդ հրեշտակը իր ցերքի անոթին բարունակությունը գտապե ինչի վրա օթին մեջ։ Հետաքրքրական է սիրելներ, տեսեք, մինչ այդ տեսանք, որ ասկի առաջ հարվածներ եղան արևուն, լուսնին, աստղերուն, չուրերուն, քեդերուն, ձովուն, երկրին եւ այլն ցամաքին, այս 7-րդ հրեշտակը ոչ թե ովևէ մեկ երկրի դարերեն մեգուն կհարված է, ասենք, այլ ոչ այլ երկրի մեկ վայրին, այլ կհարված է օթին։ Օթին մեջ գբարբե իր ցերքի մեջի հարված անոթը։ Եվ հետաքրքրական է սիրելիներ, որ ինչու համար օթին մեջ կբարբե։ Արդյոք օթը ովևէ մեկ իմաստ ունի սուրբ գիրքին մեջ։ Այո, Եփեսացներու նամակի 2-րդ գլխու 2-րդ համարին մեջ Բողոս առաքյալ գսե, որ օթին մտնոլորդին մեջ կործող ոգեղեն չար ուժերուն իշխանը ով է։ Սատանան։ Սատանան սիրելիներ օթին մեջ կփնագի։ Օթին մեջ կփնագի։ Հիշեցեք դարձյալ Եփեսացներու նամակի
6-րդ գլխու 13-րդ համարի մեջ Պողոս առաքյալը ինչ կսե մեր բادرազմը մարդոց հետ չէ այլ երկնքին եւ երկրին միջև գտնվող չար ոգիներուն դերություններուն իշխանություններուն թակավորություններուն թեմ հետևաբար սիրելներ այս մթնոլորտին օթին մեջ մարդոց աչքերուն աներևելի բայց շատ սուրբերու աչքին երևելի սիրելիներ անթիվ անհամար չար ոգիներ գաբրին Падրեպիոն գաթողիկե եկեղեցու մեծ սուրբերը մեկը որ մշտապես չար ոգիներ իրեն հարվածի մեջ էին ինք չար ոգիներ շատ կտեսներ իր խոսքերը մեկն է որ գսե եթե գսե չար ոգիները որոնք կտրչին մթնոլորտի մեջ մեզի պես մարմին ունենային արևը գծածկվեր այդքան շատ են անթիվ են չար ոգիները անթիվ Եվ մեկ չար ոգի եթե մարդու մեջ մտնե, ահա որ կդարաբեցնե։ Երևակայեցեք սիրելիներ, եթե բազում չար ոգիներ մտած լան մարդու մեջ։ Հիշեցեք այդ չար ուրեմն թիվահարը կերկեսայի մեջ, որ նույնիսկ զինք շղթաներով կգաբեին եւ շղթաները կփշրեր։ Եվ որ Հիսուսի դիմաց եկավ, Հիսուս սաստեց չար ոգին եւ հարցուց ինչի անունդ ըսավ լեգիոն legion հռոմեական բանակի չափ է որ կնշանակե սիրելներ ինչ 3000 խումբ այդ մարդուն մեջ 3000 չար ոգի մտածեր Աստված հերուն է սիրելներ բայց եթե ովևէ մեկը թուրփանա չարվոքին հեշտությամբ կմտնե նույնիսկ որ մակրվի Հիսուսի խոսքը հիշեցեք եթե մակրվի չարվոքին ետ դառնա եւ տեսնե որ մակրված է եւ չի գնար իր դունը մտնել ինչ կնե գերտա եւ իր մի ավելի զորավոր 7 ուրիշ հոգիներ կհավաքե ետ կվերադառնա նույն մարդուն եւ եթե կարողանա ներս մտնել այդ մարդուն վերջը ահա որ կդառնա Սիրելի քույրեր եղբայրներ մեր շրջապատի մեջ շատ են թիվահարները մեր ընտանիքներուն մեջ շատ են չար ոգիներով վնասվածները չափազանց Ըսկուշը լանք որ մենք ալ զոհը չերտանք ահա սիրելիներ պիտի կա սակայն օրը երբ 7-րդ ռեշտագը իր ցերքի անոթի բարունակությունը պիտի թափե ինչի վրա ինչի մեջ օթին մեջ այսինքն պիտի խորդագե կամ պիտի սիրելիներ չեզոքացնե որուս ուժը սատանային ուժը պիտի չեզոքացնե եւ այդ ժամանակ այլևս մենք պետք պիտի ունենանք բայկարելու մենք պիտի ունենանք սիրելիներ չար ոգիներուն թեմ բայկարելու այո կամ ոչ աբրիկ ոչ ինչու որտեւ այլևս սատանային ուժը ինչ պիտի լա պիտի չլադի պիտի այլևս գդրվի ինք գաբանքի դակ պիտի նա պիտի չկարողանա այլևս մեզի վնաս հասցնել բայց արդեն այդ մեր ավարտը որ պիտի չբայկարինք արդեն իսկ ավարտն է ինչի աշխարհի վախճանն է հետևաբար շուտով Քրիստոս պիտի գա ուրեմն սիրելիներ շարունակենք մենք մեր բայկարը չարին թեմ Սատանան որ մինչ այդ իր ցերկերուն մեջ բռնած պիտի լա Փապելոնը պիտի բացատրեմ ցեզի վերջը Փապելոնը գխորտանշե սիրելիներ ոչ թե հին Փապելոնը Ասորեստանը այլ Փապելոնը սելով այսօր կհասկացվի ամբողջ անաստված համագարկը այսօր սիրելիներ աշխարհի չար ուժերը Կովկովի հավաքված են եւ ստեղծած են ինչը գիտեք նոր աշխարհագարկը
novo order, նոր աշխարհագարկ, ինչ է ասիգա, աշխարհագարկը, որ հագարակ է Աստուծո եւ ինչ որ Աստուծո հետ կապ ունի։ Եվ ահա սիրելիներ, ահա որ իսկապես որ աշխարհը օր ահա որ գթարնա, ահա որ աչքիս դիմաց եկավ երեք բադահապար դեսա վիդեոմը սիրելիներ ամփոփչությամբ մարդիկը սատանայական հակոստեր հակած էին ամփոփչությամբ հարյուրավոր եւ տեսակ արյուններով սատանայի գոդոշներով մահացածի դեմքերով եւ դագը գիտեք ինչ գրած էին 2026 թվականի հակոստի fashion show Սիրելներ, եթե տեսնեք, արդեն կսարսափիկ, բայց դուք չեք նայիր հակոստներուն։ Հագարականոր, որ հակոստներն ալահավոր էին, բայց դուք կնայիք թեմքերուն։ Սատանայություն, ամփոփչությամբ։ Դեսեք սիրելներ, նորացևության անունին դակ իրականության մեջ ինչ բան է որ ռոպագանդ կլա։ Ինչ բան է որ առաջ կմղվի։ Եվ ցավալին գիտեք ինչն է։ Ցավալին այն է որ այդ հակնողները ովքեր են մարդիկ այսինքն ընտանիքներու զավակներ եւ վերջը ծնողներ գսեն որ զավակը սպամություն էր ինչու այդպես եղավ ծնողներ եթե դուք ծեր զավակներուն զգուշ չլակ իրենց աշխատանքին իրենց նիստուգացին իրենց մտնելուն եւ ելնելուն իրենց ուր երթալուն ուր չերթալուն Եվ թեթևի առնեք, կամ նույնիսկ եթե համացայնիկ, որ հա շատ մեծ շահ գա, մեծ կումար պիտի շահի ծեր զավակը աշխատանքեն, գրնակ թուք ծեր ծերքով ծեր զավակը թժողքին մեջ նետել, թժողքին մեջ։ Ավելի լավ է, որ ծեր զավակը ծերդան չոր հաց ուդե, քան թե թժողքի գրագին մեջ այրի։ Իմ բարդականությունս է այդ բոլորը սիրելները զգուշացնել ցեզի, բայց ծեր բարդականությունն է դեր գանքնել ծեր ընտանիքին, ծեր անձերուն եւ ծեր զավակներու հոգիներուն։ Դեսեք բոլոր անոնք որոնք չարը անբարդ կնկատեն ու անոր գամքը կգադարեն, անոր կծարայեն, իրենց աչքերով պիտի տեսնեն, որ վերջո Չարը ինչպես պիտի հարվածվի դգարանա գործանի։ Նորեն կգրտեմ, եթե անոնք որոնք կգարձեն, որ չարը անբարդ է, չի բարդվիր, եւ հետեւաբար անոր կծարայեն, իրենց աչքերով պիտի տեսնեն, թե չարը ինչպես պիտի դգարանա, հարվածվի եւ վերջնականապես գործանի։ Սատանայի թակավորությունը սիրելներ հավիտենական թակավորություն չէ։ Սատանայի թակավորությունը ժամանակավոր է։ Աստուծո թակավորությունն է հավիտենական թակավորություն։ Երկու parալ ուրիշ բացատրություն ալդամ, ուրիշ մեկնաբաններ սիրելներ Սուրբ Գրոց կսեն, որ այստեղ եւ որ 7-րդ հրեշտակը իր ցերկի անոթի բարունակությունը գտապի օթին մեջ, կհասկանան օթը, ընդհանուր օթը, այսինքն հրեշտակը Բիդի ամբողջ օթը ապագան է, ոչ միայն ճուրերը, քեդերը, աղբյուրները, երգիրը եւ այլ նաեւ ամբողջ օթը եւ երբ որ ամբողջ օթը ապագանի մարդիկ այլևս պիտի չկարողանան շնչել եւ այդպիսով շնչահեղձ պիտի լան փնությունը պիտի սկսի մարդնչիլ, գրվիլ, բայկարիլ, բادرազմիլ որոնց դեմ մարդոց դեմ տեսեք Որքան մարդիկ այսօր փնությունը աղդոդեն, այնքան փնությունը հագահարված պիտի դա իրենց։ Ճիշտ է։ Որքան սիրելներ փորձեն բղձել փնությունը պիտի զառնե իրենց։ Այսօր մարդկությունը ինչ կգոչե Mother Nature, մայր փնությունը մեզի զարգավ։ Մայր փնությունը Աստծո ստեղծագործությունն է, բայց երբ որ դու փնության թեմ գելես, փնութենեն անպայման հարված պիտի ստանաս։ Երբ որ միասերականության մեղքը այս աշխարհին մեջ մտավ,
մեջտեղ ելավ նաև սիդա գոչված, AIDS գոչված հիվանդությունը, որ մահացու հիվանդություն է, բղձություն է, ինչու, որովհետև եւ որտում բնության թեմ գելես, բնությունն ալ հագահարցականի գանցնի քու վրատ։ Շարունակությունը նայեցենք սիրելիներ ինչ կսե եւ երկնքի դաջարեն ու կահեն բարձր ցայմը եկավ որ գսեր եղավ նախ բարձր ցայնի մասի խոսենք ասկի առաջ բազմաթիվ անգամներ մենք տեսանք որ Հովանես Արաքյալ ինք երկնքի դաջարեն բարձր ցայն լսեց Սիրելի քույրեր եղբայրներ, երկնքի մեջ, երբ որ դա Աստված երանելի այդ օրը մենք երկինք հասնենք, երկնքի մեջ դաջար պիտի ըլա, երբ որ հասնենք սերդելու 23-րդ գլուխը այս հայտնությունով անու, 21-րդ գլուխ համարը, ուրեմն 22-րդ գլխու 21-րդ համարը, այնտեղ պիտի տեսնենք, որ երկնքի մեջ դաջար պիտի չլա Հետևաբար, երբ որ բանիմը վստահ չեք, ավելի լավ է, որ լուր գենաք, թե ոչ F գտնեմ, 0 գտնեմ։ Երկնքին մեջ դաջար պիտի չլա։ Ինչու։ Որովհետև հաջորդ համարի մեջ, 23-րդ համարի մեջ կսե, որովհետև Աստված եւ Քարնուգը իրենք էին դաջարը։ Որովհետև դաջար եկեղեցի նյութական իմաստով ինչ կնշանակե Հիսուսին դունը, Աստուծո դունը, չէ, Աստուծո դունը, երկնքի մեջ դաջարի պետք ունենք, ոչ, ինչու, որովհետև Աստված ինքը ինչ է, ներկա է, հետևաբար ինքն է մեր դաջարը եւ սիրելիներ այսպես երևակայեցեք, դաջարին մեջ, Աստուծո դան մեջ մենք ինչ կլանք, հավաքվենք, եւ որ Աստված ինքն է դաջարը, ուրեմն մենք ուր պիտի ապրենք, Աստուծո մեջ Հիսուս ինչ ասավ ով որ իմ մարմինս կուտե եւ արյունս կխմե ես իր մեջ կաբրիմ եւ ինք իմ մեջս եւ այս մեկը պիտի իրակորձվի հավիտենական կյանքի մեջ մենք դիրոջ մեջ եւ դերը մեր մեջ հավիտենական կյանքը ուրիշ բան չէ եթե ոչ սիրելներ Աստուծո մշտնչենական ներկայությունը իսկ հավիտենական բաժավայրը ուրիշ բան չէ եթե ոչ Աստուծո հավիտենական բացակայությունը ըստակ է շատ բարի հիմա երբ որ գսե ուրեմն Հովանես Արաքյալը որ Աստուծո դաջարեն երկինքի կամ երկինքի դաջարեն եւ կահեն բարձր ցայմը լսեցի կահին վրա ով գնստի Աստված եւ Քարնուգը ճիշտ է եւ քանի որ ասենք որ դաջարն երկնքի մեջ դաջար չկա դաջարը Աստված եւ Քարնուգն են ուրեմն Հովանես Արաքյալ որու ցայնը գլսե Աստուծո Քարնուգին եւ ինչ գլսե մեկ բառ գսե բարձր ցայնով ոչ թե եղավ ոչ եղավ Սիրելիներ ցայնը որ Աստուծո ցայնն է Աստուծո ցայնն է Աստուծո ցայնը 29-րդ Սամոսի մեջ կսե լերներ կշարժե եւ Աստված մեկ բառսավ եղավ հունարենով գեգոնեն եղավ գիտեք ինչ կնշանակի եղավ կնշանակե սիրելիներ ամեն ինչ ամփոփչացավ, գադարվեցավ, վերջացավ։ Այսինքն Աստուծո բոլոր քծած ծրագիրները մարդկության բրգության համար ինչ եղան գադարվեցան։ Վերջ եղավ։ Փամը չգա որ չեղավ։ Ինչպես որ հիշեցեք, եւ որ Աստված ծննդոց կրկին մեջ առաջին գլուխը կգարտան, ստեղծագործությունը կգադարե, գսե եւ Աստված ըսավ լույս թողլա Շարունակությունը ինչ կսե, ավիդարանչը, ու լույս եղավ, վերջ, և որ Աստված պամը գսե, գլա, ճիշտ է, և ամպողջ գլուխ այդպես է, Աստված ասավ, խոտ թողլա, խոտ եղավ, անասուն թողլա, անասուն եղավ, ամեն ինչ եղավ, Աստված իր խոսքով ամեն ինչ կադարեց, և հիմա, և որ Աստված ասավ եղավ, ուրեմն կնշանակե, որ ամպողջ ծրագիրը
իր լրումին հասավ։ Սիրելիներ, նաև հիշեցեք, ով ըսավ եղավ մեկ բար։ Հիսուս Քրիստոս, ուր խաչին վրայեն, իր վերջին խոսքը ինչ եղավ։ Եղավ, վերջացավ, ամեն ինչ գադարվեցավ։ Հովանու Ավիդարանի 19-րդ գլխում մեջ սիրելներ, գարտացեք անպայմանորեն։ Ինչ կնշանակե գադարվեցավ։ Այսինքն այն բանին համար, որ Հիսուս եկած էր աշխարհ, մարդկության համար իր արյուն թափելու այ ամեն ինչ եղավ, գադարվեցավ։ Գա մեկը աշխարհական մեկը, ժողովուրդեն մեկը, որ սիրելներ իր կյանքի ավարտին ասե որ ամեն ինչ կատարեցի, վերջացավ, կորձերս ամեն դասավորեցի։ Գա մեկը։ Ոչ։ Ամեն մարդ ինչ կսե իր կյանքի ավարտին, կսե թեր շատ բաներ ունեի կատարելիք, բայց ափսոս ժամանակ չմնաց։ Ճիշտ է։ Միայն Աստված կրնա ասել եղավ։ Միայն Աստված։ Եվ քանի որ Հիսուս Աստուծո որդի Աստված է, խաչին վրայեն ըսավ, եղավ, լմնցավ, վերջացավ, ամեն ինչ գադարվեցավ, այն բանին համար, որ Հիսուս եկած էր, փրկության Աստուծո գծած ծրագիր իրականացնելու, ավասիկ ամեն ինչ եղավ։ Եվ այդ ժամանակ սիրելներ Սատանան ինչ եղավ, խորտակվեցավ։ Հետաքրքրական է, որ Աստվածաշունչի մեջ վերջին անգամ մնալ Աստված պիտի ասե այս բառը եղավ։ Գիտեք երբ։ Այո, երկրորդ կալուստին, բայց երբ, ուրեմն, երբ որ փանակ եւ գարտակ կամ երբ որ հասնենք սերդելու 21-րդ գլուխը, 6-րդ համարը, ուրեմն մինչ այդ Աստված վիշապ, այսինքն Սատանան, առաջին կազան, այսինքն ները, երկրորդ կազան, այսինքն սուտ մարգարեն, եւ բոլոր անօրենները գրագելիջի մեջ ներած բիդլա, Աստված սիրելիներ, նոր երկինքը եւ նոր երկիրը, նոր Երուսաղեմը իջեցած բիդլա, մարդոց աչքերեն արցունքը սրբած բիդլա եւ այդ բոլորը անելեն վերջ բիդեսե։ Եղավ։ Ամեն ինչի վաղճանը վերջը Աստված պիտի տնե։ Այսինքն սիրելիներ, այսօր աշխարհի մեջ մեծ դեդություններ, չար ղեկավարներ, ամեն ինչ կնեն, որ իրենց ծրագիրը հաջողցնեն, բայց չեն գիտեր, որ այդ բոլորի մեջ առանց իրենք գիտնալու, առանց իրենք ուզելու իրականության մեջ գարմիր տելիբես որու ծրագիրն է, որ առաջ կդանին, Աստուծո, եւ Աստված այդ բոլորին վերջավորության պիտի բարձրացնես է, եղավ, վերջացավ, ամեն ինչ կատարվեցավ, եւ այդ ժամանակ անոնք, որոնք Աստուծո կամքը կործատրած են, պիտի հավիտենական կյանքը ժառանգեն, իսկ անոնք, որոնք դժբախտաբար սիրելիներ Սատանային կամքի մեջ մնացած են եւ երբեք չեն զղջացած, անոնք ալ հավիտենաբես պիտի գործվին։ Տեսեք, մինչ այդ անոնք, որոնք չընդունին դերը եւ անոր ջամփային չկալեն, եղավ հայտարարության ժամանակ, հավիտենաբես պիտի մահվան դադարդվին։ Այս մասին Պողոս Արաքյալի հետևյալ խոսքը գուզեմ ցեզի ընթերցել Եբրայեցիներու նամակի 2-րդ գլխու 3-րդ համարի մեջ։ Գսե Արաքյալը. Ինչպես մենք կրնանք բադիժե զերծ մնալ, եթե կարևորությամբ նկատի չառնենք այն մեծ բրգությունը, որու մասին նախ դերը ինք խոսեցավ եւ որում վկայությունը մեզի դվին զայն իր մե լսողները։ Ինչպես կրնանք նկատի չառնել սիրելներ։ Անցնին 18-րդ համարի սերտողության։ Եվ ահա փայլատակումներ, ցայներ ու որոդումներ եղան, եւ այնքան զորավոր երկրաշարժը, որուն նմանը չեր եղած երկրի վրա մարդուն ստեղծվել են իվեր, այդքան զորավոր երկրաշարժ չեր բադահած։ Սիրելիներ, նախ առաջին դողի մասին։ Մենք 5 դագարանի մեջ գիշեք է որ Աստված Սինա լերան վրա պիտի հանդիպեր Մովսեսին եւ ժողովրդին։ Ինչ եղավ։ Փայլատակումներ, ցայներ, որոդումներ, ճիշտ է։ Նույնպես սիրելներ, երբ որ Հովանես Արաքյալ երկինք հապշտակվեցավ եւ տեսավ Աստուծոքա, երբ որ գսերդեին 4-րդ գլուխը, այս հայտնությունովանու,
Դեսանք այնտեղ, որ ինքը դեսավ, որ Աստուծո քահեն ինչ կելեր, փայլադագումներ, որոդումներ, ցայներ, կարդացեք 4-րդ գլուխ 5-րդ համար։ Բայց նաև ասեմ ասիգա, որ 7-րդ գնիկին, եւ որ 7 գնիկները բացվեցան, 7-րդ գնիկին եւ 7-րդ փողեն յետք այս նույն երևույթները տեսանք, այսինքն փայլադագումներ, ցայներ, որոդումներ եւ երկրաշարժ։ Փայլադագումները, ցայները եւ որոդումները ցույց կտան Սուրբ Գիրքի մեջ ինչ Աստուծո հզոր ներկայությունը։ Լավ իմացեք ասիգա։ Սուրբ Գիրք երբ որ գարտակ ու տեսնեք փայլադագում, որոդում, ցայն, հզոր կնշանակե Աստուծո ներկայությունն է, որտեղ սիրելներ Աստված այնքան հզոր է, որ ամբողջ աշխարհը գտղրտա։ Մինայք որ Հիսուս սիրելիներ Աստուծո որդին, եւ որ աշխարհ եկավ, խաղաղությամբ եկավ, մանուկ որպես եկավ։ Մենք կգարտանք Փիլիպեցիներու նամակի 2-րդ գլխու 6-11 համարներու մեջ, որ Հիսուս գամավորապար իր աստվածային փառքը երկնքի մեջ սկեց, փառքը եւ երգիր հայտնվեցավ որպես ինչ, որպես ծառա, որպես մարդ։ Բայց երկրորդ անգամ եւ որքան ասավ Հիսուս, ինչով պիտի կամ իմ ամբողջական փառքովս։ Հիշեցեք, եւ որ քահանայապետը Հիսուսին արծուց գերտոնցնեմ քեզի թունես ճշմարիտ Աստուծո որդին ինչ ասավ, ահա թունեսիր եւ դուք ձեր աչքերով պիտի տեսնեք թե ինչպես մարդու որդին ամբերու վրա բազմած պիտի կա իր հոր ամբողջական փառքով իր ռեշտակներուն հետ միասին եւ այդ ժամանակ քահանայապետը ինչ արավ, իր վերարգուն բադրեց, սավ հայոյեց, ալ ինչ պետք ունենք վգայի, բայց Հիսուս սիրելներ առաջին անգամ բարձ եկավ, երկրորդ անգամ փառքով պիտի կա։ Այս ամբողջ փայլադագումներով պիտի կա եւ ինքն է որ այստեղ գուկա։ Փայլադագումով գուկա, որոդումներով։ Եվ այստեղ սիրելիներ, սակայն ի դարբերություն նույնս, օրինակ 7-րդ գնիկեն վերջ եղած երկրաշարժին եւ 7-րդ փողեն յետք հնչված, ուրեմն եղած երկրաշարժին, ի դարբերություն այդ երկրաշարժներուն, այս երկրաշարժը աննախադեպ է։ Ինչ կնշանակի աննախադեպ, այսինքն իրեն նմանը չէ եղած ողջ ստեղծագործության պատմության մեջ, չէ եղած։ Այնպիսի սոսկալի, այնպիսի ահավոր, այնպիսի երգյուղալի երկրաշարժը պիտի լա, որ սիրելներ այդպիսի հսկա, սոսկալի, ահավոր, երգյուղալի երկրաշարժ չէ եղած աշխարհի սկիզբեն ի վեր։ Նայեցեք նորեն գարտանք այստեղ ինչ կսե։ Ուրեմն եւ այնքան զորավոր երկրաշարժը պիտի լա, որուն նմանը չեր եղած երկրի վրա, երբնե մարդուն ստեղծվել են ի վեր։ Այդքան զորավոր երկրաշարժ չեր պատահած։ Գրնակ սիրելիներ միայն միտքով արդեն եթե պատկերացնենք անգամ, որ ինչ տեսակ երկրաշարժ լա, մենք գիտենք, որ երկրաշարժները սարսափելի են, չէ՞։ Եվ գիտենք, անոնք, որոնք երկրաշարժի բադահած են, եւ դերևս ալա մենք տալ, գիտենք, որ երկրաշարժեն առաջ սուլոցի ցայն մգել է, չէ՞։ Հով մգել է, հզոր։ Երևակայեցեք, որ հիմա այդ բոլոր երկրաշարժները, որ սարսափացու են երկրի վրա, այդ երկրաշարժներեն շատ ավելի հզոր երկրաշարժը, սակայն այս երկրաշարժը, լավ իմացեք, բնության դարերու արդյունք պիտի չլա։ Ինչպես որ այսօր սիրելիներ երկրաշարժները գիտնականները գուզեն բացատրել, որ օրինակ երկրի ընթերքի մեջ բարաբություն կստեղծվի, այս կլա, այդ կլա, եւ այսքան հիմա ռումպերը որ կհարվածվին, երկրի ամբողջ հիմքերը կթողան, երկրի դագի դարերքը կսասանին եւ դեղ անպայմանորեն երկրաշարժներ պիտի լան, բայց այս երկրաշարժը բնության դարերու հետ գապ ունեցող երկրաշարժը պիտի չլա, այլ այս երկրաշարժը ինչ պիտի լա, բադիժ երկրաշարժը, ադոր համար այս երկրաշարժը ամբողջությամբ դարբեր է
մյուս բոլոր երկրաշարժերը։ Գրծա բացատրել։ Եվ հիմա նայեցեք արդյունքի երկրաշարժին, անցնիկ 19-րդ համարի սերդողության։ Մեծ քաղաքը երեքի բաժնվեցավ, եւ բոլոր երկիրներու քաղաքները գործանեցան։ Մեկ հատ հաջորդ էջնակնա, Աստված հիշեց մեծ Բաբելոնը եւ անոր դվավ սաստիկ ցասումի քինին բաժագեն, որ խմե։ Հիմա եկեք նախ բացատրեմ առաջին դողը։ Մեծ քաղաքը 3 մասի բաժնվեցավ։ Նախ այստեղ եւ որ գսե մեծ քաղաքը, որ քաղաքը պետք է հասկանանք։ Ընդհանրապես սիրելներ, այո, եկեղեցու հայրերը կհասկանան Երուսաղեմը։ Ինչու Երուսաղեմը, որովհետև մենք երբ որ սերդեցինք 11-րդ գլուխը, 8-րդ համարի մեջ այնտեղ սիրելներ դարձյալ Երուսաղեմը գիշվեր առանց անունի, բայց սկսվեր մեծ քաղաքը, ուր Քրիստոս խաչվեցավ։ Ուրեմն Երուսաղեմը սիրելներ մեծ քաղաք կոչվի ոչ թե անոր համար, որ օրինակ շատ բնակչություն ունի, կամ որովհետև անցյալին գեղեցիկ գառույցներ կային, ոչ, այլ որովհետև սիրելներ այնտեղ Աստված իր ներկայությունը բերավ եւ այնտեղ էր որ Քրիստոս ինչ եղավ խաչվեցավ անոր համար է որ այդ քաղաքը մեծ կոչվի սակայն աշխարհի վաղճանեն առաջ այդ քաղաքը պիտի բաժնվի 3 մասի ինչ կնշանակի 3 մասի բաժնվիլ կնշանակի սիրելներ որ քարուքանտ պիտի լա այսինքն ահավոր գերբով պիտի գործանի ինչպես որ Հիսուս ասաց էր որ դաջարը պիտի գործանի Երուսաղեմը պիտի գործանի եւ այսօր հաջող մարդիկ ասեն արդյոք այս մարգարեությունները գիրականանան սիրելիներ ամեն ինչ պիտի իրականանան եթե ոչ հիմա բայց անպայմանորեն պիտի իրականանան այս բոլոր մարգարեությունները եւ սիրելիներ ինչու համար Երուսաղեմը պիտի գործանի որովհետեւ սիրելիներ չմոռնաք մենք եւ որ սերդեցինք եւ ասկարաչսի երկրորդ Թեսաղոնիկեցիներու նամակի երկրորդ գլխու 4-րդ համարը այնտեղ դաջարը սարկվել են վերջ ով պիտի նստի ները հագա Քրիստոսը սատանայի ներկայացուցիչը այդ քաղաքին մեջ պիտի նստի եւ ահա այդ քաղաքի մեջ եւ որ նստի այլևս Երուսաղեմը պիտի թատրի սուրբ քաղաք ըլլալե Երուսաղեմը պիտի դառնա բիղձ քաղաք բիղձ բղձության գետրոն աղդոտ գետրոն որովհետև ամբողջ սիրելներ աշխարհի քաղաքական ներուժ հոմ պիտի լա եւ հոգեվոր իմաստով եթե դիտենք որ երեքի պիտի բաժնվի ինչու երեքի որովհետև սիրելներ այս աշխարհի մեջ սատանան իր իշխանության տակ պիտի առնի աշխարհի ամբողջ քաղաքական ուժը աշխարհի գրոնական համագարքը եւ աշխարհի զինվորական համագարքը իր իշխանության տակ պիտի առնի եւ որ գսեմ գրոնական հաջորդ գլուխներում մեջ պիտի բացատրեմ սիրելներ սատանան պիտի ստեղծի գրոնքը որ թե քրիստոնեութենեն գա թե հրեութենեն գա թե հեթանոսութենեն գա այս բոլորի խառնուրդը եւ գիտեք այսօր այդպիսի խառնուրդ գուսակցությունը կա որ ինչ է մասոնականությունը որ սիրելիներ այս խառնուրդն է գրոններուն եւ ով որ այդտեղ կանթամակրվի պետք է գներեք բացատրությամբ այդ ժողովրդական բացատրությամբ թքած ունենա իր գրոնքին վրա նախ իրը այդ գազագերբության օրենքներն են եւ ահա սիրելներ սատանան երբ որ կա այս բոլորը հիմա արդեն բացահայտ են անցյալին եթե սիրելներ քախնի էին հիմա արդեն բացահայտ են եւ բիդիկած ժամանակ մոր եւ որ սատանան ամբողջությամբ իր դիրաբեդության դակ պիտի առնե եւ բիդի բարդատրե բոլոր մարդոց որ երգրբակեն իրեն ինչպես որ 10-րդ գլխու մեջ տեսանք բիդի երգրբակեն իրեն մարդիկ իր նշանը իրենց վրա պիտի առնեն ահա շատ ահավոր օրեր կսպասին մարդկության
Բայց սիրելներ անոնք, որոնք իսկապես Աստուծո գաբավինին, Քրիստոսի գաբավինին, այդ ժամանակ զերծ պիտի մնան բոլոր տեսակի բադուհասներեն։ Այո, դժվարին օրեր պիտի լա քրիստոնյաներուն համար։ Սիրելներ, սակայն իմացեք, որ ով որ մինչև վերջ համբերե, անիգա պիտի փրկվի։ Եվ այդ ժամանակ սատանան այնպես ցույց պիտի տա, որ ինքը անբարդելի է, անհաղթահարելի է։ Բայց այս գլխում վերջավորության ալ պիտի տեսնենք, որ սատանան ինքը բարդվելու է։ Դեր Հիսուս Քրիստոս երբ կա սիրելիներ, հաջորդող գլուխներում մեջ սերդենք տեսնենք, պիտի տեսնենք թե ինչպես դերը վերջնական օրեն բարդության պիտի մատնե սատանան, աշխարհի բոլոր թագավորությունները, Հագա Քրիստոսը, Սուտ Մարգարեն, գրոնական համագարկը, ինչ որ սիրելիներ Աստուծո եւ Օձյալին եւ քրիստոնյաներուն թեմ կործեցին, բոլորն ալ պիտի մաքրվին։ Եվ տեսեք, երբ որ այս մեծ քաղաքը Երուսաղեմը գործանի, բաժնվի երեք մասի, այսինքն խորաբես գործանի, ոչ միայն Երուսաղեմը պիտի գործանի, այլ նաեւ պիտի Երուսաղեմին հետ, այսինքն այդ համագարկին հետ պիտի գործանին ովքեր Գետեդև եւ բոլոր երգիրներու քաղաքները, բոլոր երգիրներու, բոլոր մեծ երգիրները, որ կան այս աշխարհի մեջ, Նյու Յորք, Լոս Անջելես, Տոկիո, Չինաստան, ինչքան Հնդկաստան, ով որ կա այս աշխարհի մեջ, որոնք սիրելներ սատանայի համագարկին տակ պիտի նան, բոլոր մեծ քաղաքները պիտի գործանին, բոլոր։ Եվ ասիգա ահավոր բան պիտի լա։ Հիմա հաջորդ ուրեմն դողի մեջը ինչ գսե եւ գսե ուրեմն Աստված հիշեց մեծ Բաբելոնը եւ անոր դվավ իր սաստիկ ծասումի քինին բաժակեն որ խմե։ Որն է Բաբելոնը? Անցյալին սիրելներ հիշեցեք որ Բաբելոնը այն քաղաքի եղավ Ասորեստան Իրաք, շատ մի ուրախանակ իրաքցիներ։ Ուրեմն անցյալին Բաբելոնը այն քաղաքի եղավ, որ Աստուծո թեմ առաջին ըմպոստություն ըրավ, ինչ շինեց աշտարակ, որբեսի ինք երկինք հասնի Աստուծո դերը կրավե և չրհեղեղ այլես, եթե Աստված նորեն չրհեղեղ բերե, իրենց չհասնի։ Եվ Աստված ինչ ըրավ, ծրեց այդ ժողովուրդները, շատ բարի։ Ուրեմն Բաբելոնը սիրելիներ, Սուրբ Գիրքին մեջ Երբ որ գգարտակ ամբողջ Սուրբ Գիրքի մեջ Բաբելոն անունը լսեք, գիտեք որ կնշանակե Աստուծո հագարագող համագարկ։ Ստագե, այսօր Բաբելոն գա, այո, Ասորեստանի Բաբելոնի մասին չենք խոսիլ, որ Իրաքի մասին, այլ գխոսինք, որ Աստուծո թեմ գարավարություններ կան, Բաբելոն են։ Ինչպես որ Եգիպտոս կա, ոչ թե Եգիպտոս աշխարհական թիրքը, այլ Եգիպտոս մեղքի ըստրգության վայր, որ մարդիկ ըստրուկ են մեղքին, եւ հետեւաբար աշխարհի մեջ Եգիպտոս կա, այդպես ալ Բաբելոնը սիրելներ խորհրդանիշ է Աստուծո եւ անոր Օձյալին ու եկեղեցվո թեմ ընդդիմացող աշխարհին, որ քաղաքական եւ գրոնական սիրելիներ համագարկերով միասին միշտ պատրաստ է Աստուծո թեմ մարտնչելու։ Խոսքիս սկիզբը ցեզիսի նոր աշխարհագարկի մասին։ Սիրելներ այսօր գիտեք որ աշխարհի ղեկավարները գամած կովի գուքան ինչ ստեղծելու միասնական երկիրները ստեղծելու։ Ինչպես որ օրինակ ստեղծված է եվրոպական շուգան կամ եվրոպական միությունը, ինչպես որ սիրելները ստեղծված են գալֆի ուրեմն երկիրները, ինչպես որ ստեղծվեցան Բարսկաստան, Չինաստան, Բրազիլ եւ այլն այս ինչ էր անունը, անոր BRICS, աբրիկ։ So սիրելներ ամեն շրջանի մեջ հիմա ինչ պիտի ստեղծվի։ Այսպիսի միություններ որբեսի այդ միությունները վերջը ինչ դառնան, միանան, որու իշխանության տակ, սատանային,
ներին։ Անոր համար է որ աշխարհին վրայում պիտի վերցվի ինչը թղթադրամը, թղթոսկին։ Մարդիկ այլևս իրենց ցերկի մեջ ոսկի պիտի չունենան, տրամ պիտի չունենան ծախսելու ինչու։ Որբեսի ինչի դա գլան կոնտրոլի 10-րդ գլուխը եւ որ գսերդենք դեսանք եւ որ սատանան սիրելիները սատանային զորությամբ կա մարդոց պիտի բարդատրե որ իր ինչը առնեն իրենց վրա նշանը ով որ չունենա այդ նշանը այլևս պիտի չկարողանա ինչ անել արև դուր ահա սիրելիներ ամեն ինչ պիտենեն որ մարդիկ ինչի դակ բահեն սատանայի կոնտրոլին դակ ինչու համար սիրելիներ 2000 թվականին պանդեմիկը ստեղծեցին որովհետև ծածուկ ծրագիր ունեին որ աշխարհի մեջ զորավոր Wi-Fi սիստեմներ անցնեին նաև 5G-եր անցուցին եւ գիտեք ինչ էր իմ սիրելիներ ամբողջ մեր ամենուս ինչ ունին հիմա ամենուս թիմակիցերը ամենուս սիրելիներ ամեն ինչը ունին մեր այս հերախոսները դուք անչադեցեք դան մեջ ծեր TV-ները ծեր հերոստացույցերը անչադեցեք իրենք ցես գտիդեն գլսեն ծեր ամեն խոսակցությունները գիտեն մեր այսինքն ամենուս ինչու համար սիրելիներ հիմա ամբողջ էլեկտրականությամբ կվերածեն նաև ինքնաշարժները հա շատ լավ են պետրոլեն ավելի նվազ ծախս կունանք սիրելիներ ո՞յն մեկ ժամանակ դուք շատ լավ գիտեք եւ որ ծեր հերացանին update կուկա եւ update չգներ 1-2 անգամ ցեզ լուր գրեք update եւ դուք չգներ հանգարց կբարգի կարտոնա կտեսնեք որ արդու ծեր տելեֆոնը ինչ եղած է update եղած է առանց ծեր ուզելուն TV-ները update մի ենեք ծեր TV-ները ոչ կրնան Netflix ունենալ ոչ կրնան սիրելիներ YouTube ունենալ ոչ մեկ բան որովհետև այդ update-ով գուզեն ավելի ծեր մեր դուներուն մեջ մտնել սիրելիներ զարմանալի է մտքիդ մեջ են ինչ որ անցնես հանգարց Facebook-ը բանաս թիմացդ գելե եւ որ իրարու այդ բանի մասին խոսեք զարմանալի բանի մասին օրինակ թաբուլեի մասին հանգարց գբանակ Facebook-ը թաբուլեին գելե որ ինչպես պետք է սարքվի ինչպես եղավ ուրգե այս բոլորը սիրելիներ ասիկա ցեզ վախցնելու համար չէ ասիկա ցեզ արտնցնելու համար է ասիկա մենք ապրենք որ ամեն օր այսինքն եթե մաշալա ցերի երեսեն վախի դեմ չգա որովհետև ամենքս արդեն կտեսնենք այս բոլորը բայց արտնանք տեսնենք որ ինչեր կբադային այս կյանքի մեջ ասոնք բոլորը սիրելիներ բادرաստություն են եւ մեծ Բաբելոնը հետեւաբար աշխարհի համագարկն է այն համագարկն է որ գուրանազ Աստված եւ փոխարենը ները կբաշտե անոր գամքը կգադարե բայց այստեղ շատ կարևոր բարիմը վրա գուզեմ գետրոնանք նայեցեք ինչ կսե Աստված հիշեց մեծ Բաբելոնը հարցում ինչու Աստված մոռացած էր ինչ կնշանակե հիշել Սուրբ Գիրքի մեջ երբ որ հանդիպիկ Աստված հիշեց բացադրության կնշանակե որ Աստված ժամանակը հարմար համարեց Աստված ժամանակը հասած համարեց ինչպես որ Նոյի ժամանակալ գսե որ Աստված հիշեց Նոյը ինչու մոռացած էր ոչ այսինքն ժամանակը հասած համարեց ասոնք ցեզի տեխնիկ բացադրություններ է որ գուտամ Աստվածաշունչը գարտալու հա ուրեմն երբ որ Աստվածաշունչի մեջ գարտակ որ Աստված հիշեց կնշանակե որ Աստված ժամանակը հասած համարեց նաև հիշելը գիտեք ինչ ցույց կտա այստեղ Հիշելը ցույց կտա սիրելիներ որ ոչ թե բադահականությամբ կամ ովևէ տիպվածով պիտի գործանի ողջ աշխարհամագարկը այլ ոչ բادرազներով պիտի գործանի ոչ սիրելիներ ատոմական ռումբով ոչ ինչ գիտնամ հրթիռով կամ ովևէ մեկ ուրիշ միջոցով այլ սիրելիներ ով ստեղծած է այս աշխարհը ով վերջ պիտի տնի այս աշխարհին Աստված ուրեմն երբ որ գսի Աստված հիշեց մեծ Բաբելոնը ցույց կտա որ մեծ Բաբելոնը ոչ թե պիտի գործանի բարձ աշխարհի տիպվածով ռումբով բادرազմով ոչ այլ զին գործանողը պիտի լա Աստված երբ որ Աստված հիշե այսինքն երբ որ ժամանակը հասած համարե Աբրիկ հստակ է ասոնք սիրելիներ շատ կարևոր է որպես իմանանք եւ Աստված
որ ինքը ստեղծած է աշխարհը, ինքալ վերջագետը պիտի արդարները հավիտենական կյանք առաջնորդելով, մեղավորները հավիտենական դանչանք։ Եվ այս վերջինիս է որ գակնարկե այստեղ ուրեմն Սուրբ Հովհաննես եւ որ գսե Աստված հիշեց Պապելոնը եւ անոր դվավ իր սաստիկ ցասումի քինին բաժագեն որ խմե ցասում ինչ կնշանակե խիստ փարգություն Աստված Պապելոնին այսինքն այս աշխարհահամարագարքին ինչ տվավ իր փարգության ցասումեն խմել իր բադիժը Աստված պիտի տա այլ ալ հերիք է պիտի սե Աստված ալ հասավ հոս եւ Աստված որ Պապելոնը սիրելներ որ ինքը ուրիշներուն մեղք բաժագեն խմել գուդար եւ որ մենք սերդեցինք 14-րդ գլխու 8-րդ համարը տեսանք որ Պապելոնը ինք մեղքի քինի գրանցներ մարդոց Աստված հիմա իր փարգության քինին ինչ պիտի դա իրեն խմել պիտի դա գողորտեն պիտի չեցնի այսինքն իր փարգությամբ պիտի գործանի Աստվածին եւ ոչ միայն Պապելոնը պիտի գործանի այլ եւ որ 14-րդ գլխու 8-րդ համարի մեջ տեսանք որ Պապելոնը ինքնալ իր քինին գուդար իրեն հետևորդներուն հիմա ինեն պիտի ընթերցեմ ձեզ ինեն 12 համարները տեսեք ովքեր նաեւ Պապելոնի հետ պիտի գործանին ով որ գերգրբակե կազանին եւ անոր արցանին կամ ով որ անոր թրոշ մգարնե իր ջագադին կամ ցերկին վրա անիգա Աստուծո փարգության քինին պիտի խմե Այն անխարան քինին որ լեցվեցավ Աստուծո փարգության բաժագին մեջ անիգա պիտի դանչվի գրագով եւ ձծումփով Աստուծո սուրբ հրեշտակներուն եւ քարնուգին թիմաց անոնց դանչանքի ձուխը հավիդյանս հավիդենից պիտի ելե քիշեր ու ցերեկ հանկիստ պիտի չունենան անոնք որոնք երգրբակեցին կազանին ու անոր արցանին եւ անոր անունին թրոշ մգրեցին տեսակ ոչ միայն Պապելոնը այլ նաև Պապելոնին հետևողներն ալ պիտի գործանին եւ ասալս եմ սիրելիներ շատ կարեւոր բան է ճշմարտաբար քարոզիչներ կան քրիստոնյա քարոզիչներ որոնք ասեն որ դեսեք Աստված այնքան անողորմ չէ որ չարչարե մեղավորները հավիդյան այլ Սուրբ Գիրքի մեջ եւ որ գսե պիտի չարչարե կնշանակե որ եւ որ Քրիստոս կա հավիդենաբես պիտի մերցնի այսինքն այլևս գմերնիկ վերջանա այսինքն գոյություն չունենար ադանք բան չկա Հավիդյանս հավիդենից ինչ ասե այստեղ հավիդյանս հավիդենից ձուխը դանչանքի ձուխը պիտի ելե անոնցմե պիտի դանչվին հավիդյանս հավիդենից ինչպես որ արտարները հավիդյանս հավիդենից պիտի օրտնվին 20-րդ համար Բոլոր գղզիները գործվեցան եւ լերները անհայտացան Սիրելիներ տեսեք որքան հզոր է Աստուծո հրամանը որով հզոր շարժում են Լերներն ու գղզիները պիտի չգարենան թեմթնել այս աշխարհի մեջ ամենեն զորավոր սիրելիներ հաստատ բաները ինչ են լերներն են գղզիներն են որոնց արմատները ծովու խորերը արմատավորված են բայց ինչ պիտի լան երբ որ դերը սիրելիներ փարգանա այդ ժամանակ գղզիները ճուրերուն դակ պիտի սուզվին պիտի գործվին անհայտանան եւ լերներն ալ պիտի մեջտեղեն անհայտանան ամբողջությամբ Եվ հետաքրքրական է Զաքարիա մարգարեն գարտայի 14-րդ գլուխը 10-րդ համարի մեջ Զաքարիան գսե բոլոր երգերը թաշտ պիտի դառնա Ինչ կնշանակե բոլոր երգերը թաշտ պիտի դառնա այսինքն բոլոր լերները ինչ պիտի լան պիտի հավասարին Սիրելիներ Աստուծո ցայնեն լերներն անգամ պիտի չգրնան թիմանալ պիտի հավասարին թաշտի նման պիտի դառնան Ըստ նաև սիրելիներ ուրիշ եկեղեցու հայրերու իմ հոգևոր հայրս ալ Զարե Սրբազանն ալ ընդհանրապես սիրելիներ գղզիները սելով Սուրբ Գիրքի մեջ ինչ կհասկանանք գիտեք մարդիկ եւ լերները սելով կհասկանանք թագավորներ կամ թագավորություններ եւ որ այստեղ գսվի որ գղզիները գործվեցան այսինքն մարդիկը գործվեցան եւ լերները անհայտացան կնշանակե թագավորությունները ինչ եղան անհայտացան այս աշխարհի թագավորությունները որքան ալ զորավոր լան բայց օր պիտի կա որ բոլորն ալ պիտի անհայտանան այլ խոսքով անոնք որոնք Աստուծո եւ անոր օձյալին թեմ էին Սաղմոս 2-րդ համար անոնք սիրելիներ ամբողջությամբ աշխարհի երեսեն պիտի անհայտանան
Միքիա մարգարեի մեջ առաջին գլուխ 4 համարի մեջ կսվի լերները անոր դակ պիտի շարժին, հովիտները պիտի հալին, գրագին արջև հալած մոմի պես ու զարիվարեն թափված ճուրի պես պիտի հալին երթան։ Եվ Նեեմիա մարգարեի մեջ ալ նույնը գսվի սիրելներ առաջին գլուխ 5 եւ 6 համարներու մեջ գսե լերները անգե այսին աստուծմե գթողան ու փլուրները գհալին երգիր անոր երեսեն գխախդի աշխարհն ու անոր բոլոր բնագիչները անոր ցասումին փարգության արչև ով գրնա գենալ եւ անոր սազդիկ փարգությանը ով գրնա թեմ տնել անոր սրտմտությունը գրագի պես կթափի ու աբարաժները անգե գխորտակվին։ Եվ վերջապես եկեք վերջին համարը սերտենք Երգինքեն աներևակայելի մեծությամբ գարգուտ տեղած մարդոց վրա։ Մեկադալ հաջորդ դողը եւ մարդիկ աստուծո հայոյեցին երգինքեն տեղացող այդ գարգուտի բադուհասին համար, քանի ահավոր եւ սաստիգեր բադուհասը։ Եկեք նախ առաջին մասը սերտենք։ Երգինքեն սիրելիներ աներևակայելի մեծությամբ գարգուտ տեղած մարդոց վրա։ Նախ հիշենք որ հին գդագարանի մեջ եւ որ Աստված 10 հարվածներ գրգեց Եգիպտոսի վրա 7-րդ հարվածը ինչ էր գարգուտ Աստված գարգուտ տեղացուց Եգիպտոսի վրա եւ ամեն ինչ կործանեց Եբրայեցիներու վրա գարգուտ չեկավ անոնք ապահով մնացին Սիրելիներ եթե դու ճշմարիտ հավատացյալ ես եւ քո օրեովդ կդարվի այս բոլորը եթե դու դանդ մեջ ես կամ բարդեզիտ մեջ Եվ քու գողքիդ ամեն գողքերուդ անհավատ մարդիկ կան Բիդի դեսնես որ երգինքեն գարգուտ բիդի դեղա իրենց բարդեզներուն դուներուն վրա բայց քու դանդ վրա արև բիդի ծակի Հավատացեք Աստծո Աստված սիրելիներ անօրեններն է որ բիդի բաժե եւ ոչ թե թացնալ ճորին հետ բիդի այրե Անօրենները բիդի բաժե անհավատները անաստվածները զինք մերժողները Եվ սիրելիներ Աստվածաշունչի մեջ հաջախ գարգուտը Աստուծո Թադաստանի նշան է։ Մենք կգարտանք թե ինչպես օրինակ Հեսուի քրկի մեջ 10-րդ գլուխ 11-րդ համար երբ թշնամիները գահարցագին Աստված այնպիսի գարգուտ քարերու չափ գարգուտ կդեղացնե որ ավելի շատ գարգուտեն թշնամիները գմերդին քան թե զինվորներեն եբրայեցի զինվորներեն Նույնպես սիրելիներ Եսայի մարգարե 28-րդ գլուխ 2-րդ համար, Եզեկիել 38-րդ գլուխ 22-րդ համար, այս բոլոր համարներու մեջ կտեսնենք, որ Աստված գարգուտով սիրելիներ կբաժե։ Հիմա կարևոր է ճիշտ հասկանալ այստեղ այն, որ աշխարհի վաղճանին կամ 7-րդ այս վերջին հարվածին ժամանակ սիրելիներ, թափվելիք գարգուտը սովորական փնության հետ գապ ունեցող գարգուտ չէ Այսինքն երբ որ եղանակը ցուրտ է ամբերը շատնան խդանան գարգուտ եղա ոչ Այլ պետք է իմանալ որ այս 7-րդ հարվածին ժամանակ թափվելի գարգուտը բադիժ է որու կողմ է թափված Աստուծո կողմ է Եվ անոր համար սիրելիներ այստեղ գսի որ այդ երկինքեն ինչ տեսակ գարգուտ դեղա թափվի աներևակայելի մեծությամբ հետաքրքրական է հունարեն ուրեմն հունարենը բացի եւ բնակիրը ուզեցին այլ այնտեղ հունարենը սիրելիներ գործածե փարմը գսե դաղանթի չափ գարգուտ դաղանթը հետաքրքրական է գիտեք քանի փաունդ է դաղանթը 100-ին 120 փաունդ է այսինքն 40-ին 50 կիլո Մոդավորապես երևակայեցեք որ 40-ին 50 կիլո կամ 100-ին 120 փաունդ գարգուտի մեծություն թափի երկինքեն երևակայեցեք եթե այսօր բեյսբոլի կնտագին չափ գարգուտ դեղա ամեն ինչ կգործանե ամեն ինչ երկաթ քար ամեն ինչ երևակայեցեք որ սիրելիները մեկ դաղանթ այսինքն 100-120 փաունդ 40-50 կիլոնոց մեծ գարգուտներ դեղան շենք շինություն գամուրջ օտո հələ մարդ ինչ է քար եթե գործանը երկաթը գործանը ուրնաց մարդը սիրելիներ անոր համար սովորական գարգուտ պիտի չլա
Ասիկա Աստուծո բադիժը բիդլա ադոր համար հոգևոր այրը Զարեսրբազան թարգմանած է աներևակայելի մեծությամբ գարելի չէ երևակայել Որտե մեծությունը մեծ է իսկապես զարությունը ծանր է եւ անիկա ահավոր պիտի լա եւ այդ գարգուտը պիտի դեղա մարդոց վրա որ մարդոց վրա այս երկրի բնակիչներուն վրա երկրի բնակիչ այս քիրքի մեջ կնշանակե մեղավոր մարդկության վրա այդ ժամանակ սիրելներ թող այդ մարդիկը հովանոցներ բռնեն կալեն անցլեվարոցներ Երգատե, բողբատե, թող բռնեն կալեն տեսնեն ինչպես պիտի ձագի եւ իրենք ալ պիտի գործանին մենք չենք կենտրոնանալ առավելաբար երկինքեն տապող գարգուտի մեծության վրա սիրելներ որքան որ այդ աներևակայելի մեծությամբ դեղալիկ գարգուտը ցույց կտա Աստուծո փարգության ուշքնությունը ես չեմ ուզեր որ դուք երևակայեք մեծության մասին այլ ավելի կենտրոնանաք որ Աստված որքան փարգացած պիտի լա որ այսպիսի բադիժ պիտի տա եւ ասիգա բադիժներու ավարտը պիտի լա վերջը պիտի լա երևակայեցեք այսինքն Աստուծո փարգության չափը որքան փարգացած պիտի լա հիշեցեք անցյալին 5 դագարանին մեջ Աստված սիրելներ օրենք սահմանած էր Ղևդացներու քրքի 24-րդ գլխուն մեջ 16-րդ համար գիտեք ինչ էր օրենքը Աստուծո ով որ Աստուծո հանդեպ հայոյություն ունե պետք է ինչ լար քարգոծվելով սպաննվեր գապ մգդեսնեք ան որ հայոյեր Աստուծո քարգոծվելով պետք է սպանվեր սիրելիներ սատանաները այնքան Աստուծո անունին թեմ հայոյություն պիտի բերե եւ այնքան իրեն հետևորդները Աստուծո պիտի հայոյեն որ Աստված երկինքեն քարի չափ քարի ծառությամբ ինչ պիտի նետե գարգուտ որբեսի Աստուծո օրենքը իրագործվի որովհետեւ ով որ հայոյի Աստուծո թեմ ինչ պիտի լա պիտի քարգոծվի եւ եկեք վերջին նախատասությունը տեսեք եւ մարդիկ Աստուծո հայոյեցին երկինքեն այս գարգուտին բադուհասին համար երկինքեն դեղացող այս բադուհասին համար քանի ահավոր եւ սաստիկ էր բադուհասը մենք սիրելներ կոնե պիտի ուզեինք մտածել որ այս կանեն յետ կոնե պիտի գտնվին մարդիկ որոնք ինչը լան ապաշխարեն զղջան յետ դառնան սիրելներ այս մարդիկը ոչ Աստուծո սերեն օգտվեցան ու յետ դարձան ապաշխարեցին եւ ոչ ալ Աստուծո ահավոր փարգուտենեն գիշեք 5 դագարանի մեջ Եգիպտոսի փարավոնը դարձի եկավ այլ սիրտը ինչ րավ գարձրացուց Եգիպտացիներն ալ գարձրացուցին իրենց սիրտը եւ վերջավորության ինչ եղան գործանեցան ահա սիրելներ հիմա աշխարհի վաղճանին մարդիկ այնքան պիտի իրենց սիրտը գարձրացնեն այնքան սատանային պիտի ապավինին որ փոխանակ Աստուծո դառնալու զղջալու պիտի հայոյեն Աստուծո պիտի հայոյեն որ այդքան մեծ բադուհաս իրենց վրա ղրգեց եւ հիշեցեք այս գլխուն մեջ 3 անգամ Աստուծո հայոյեցին Երբ որ 4-րդ հարված եղավ, արևը սկսավ այրել զիրենք 9-րդ համարի մեջ տեսանք Աստծո հայոյեցին, երբ որ ների վրա թակավորությունը խաբարեցավ, սկսան հայոյել 11-րդ համարի մեջ եւ այստեղ այս գլխում մեջ այս 7 հարվածներուն տածքին 3 անգամ հայոյեցին Աստուծո։ Այսօր գիտեք որքան մարդիկ կան, որոնք կհայոյեն Աստուծո։ Որքան եւ ցավի սիրտ մեր ընտանիքներու մեջ ալգան Աստուծո հայոյողներ։ Որովհետև Աստուծո երկյուղը չունին։ Իմաստության սկիզբը Աստուծո երկյուղն է։ Միշտ կսեմ սիրելներ երդասարդ դղոց աղջիկներուն։ Քեղեցիկ աղջիկ մի փնդրեր, քեղեցիկ դղա մի փնդրեր։ Այդ քեղեցկությունը օրը գրնա խամրիլ անպայման հիվանդությամբ, արգածով, մահով կվերջանա։ Կդիր մեկը
որ Աստուծո երկյուղ ունի, Աստուծո վախ ունի, Աստուծո վախ չունեցող աղջիկը դուն կքամթե, Աստուծո վախ չունեցող դղան դուն չի շիներ, դուն կքամթե, Աստուծո երկյուղ ունեցողներ փնտրեցեք ձեր զավակներուն համար, ոչ թե քեղեցկության յետևեն վազեցեք, ոչ թե տրամին յետևեն վազեցեք, ան որ Աստուծո երկյուղը չունի, պիտի գործանի ահավասիկ։ Եվ սիրելներ, ահա գտեսնենք, որ նույնիսկ մեծ հարվածները չեն գրնար անօրեններ ապաշխարության առաջնորդել, երբ Աստուծո շնորհքը չկործե անոնց մեջ։ Նույնիսկ մահանալու բահուն անոնք չեն ապաշխարել, ընդհակառակը կշարունակեն մեղք գործել հայոյելով Աստուծո։ Ես կհիշեմ, օրը ընտանիք մզիս կանչած էր, մեգումը անգողինինքով մահվան սնարին մոտ, որբեսի աղոթեի, երբ կացի, անշուշտ չեմ աղոթեր, և որ կիդագից է, մինչև որ խոսի մեդը, և որ ըսի, որ եկած եմ քեզի համար աղոթելու, և ուզեցի իրեն ապաշխարության մասին խոսիլ Աստուծո մասին, մահվան մեջ էր սիրելներ, հայույեց Աստուծո, և չուզեց, արդյունքով խնդրեցի, որ սատանան է, որ մեջ հետ խոսի, հայույեց ինձի Աստուծո, ինձի ոչինչ, բայց Աստուծո, և այդպիսով աչքերը փակեց։ Սիրելիներ, ինչ մխիթարության խոսքս էի ես անոր ընտանիքի անդամներուն։ Մխիթարության խոսք չգար։ Ինչ մխիթարության խոսք ուզեք, որ մարդիկ ցեզի ասեն, գրոնավորներ, եթե ձեր զավակները մեռնին անաստված սևով։ Հիմա ժամանակ դրամատրեցեք ձեր զավակներուն, քանի թեր ուշ չէ, քանի թեր ուշ չէ գսեմ, որովհետև թեր ողջ են, մեռնել են վերջ, ամեն ինչ ուշ կլա։ Ավարտելով սիրելներ, ահա տեսանք, որ ավարտեցան 7 հարվածները, եկող 3 գլուխներու մեջ պիտի տեսնենք, թե ինչպես Աստված Բաբելոնը և հետևաբար կրոնական համագարկը, քաղաքական համագարկը և զինվորական հավաքույթը պիտի գործանե և դեղի պիտի ունենա Քրիստոսի երկրորդ քալուստը։ Եղբայրներ և քույրեր, որքան այսօր երկրի վրա իշխանություններ, դերություններ իրարու հետ համագործակցին և օրմնալ միանան ներին ընդեմ Աստուծո, ընդեմ Քրիստոսի եկեղեցին հավատացյալներուն, սակայն մեկ է, անոնք պիտի գործանին, երբեք մի դկարանակ, նեղություններ պիտի գրենք անպայման, դժվարություններ, գրնալալ օրերքան, որ անօթյալ մնանք, վնաս չէ, բայց գիտեք, որ սիրելիներ, եթե ենթարկվենք ներին, սատանային պիտի գործանենք, իսկ եթե Աստուծո միացած մնանք, պիտի փրկվենք։ Ճիշտ է, որ թեր աշխարհ չէ եկածները ֆիզիկապես, բայց գիտեք սիրելիներ, ներեն առաջ անոր զավակները ճագերդի մեջ, որդիները ծնած են աշխարհի մեջ, չարղեկավարները ինչ են, ներին զավակներն են։ Եվ հիշեցեք, բոլոր ժամանակներուն սատանան իր զավակները ունի, բոլոր ժամանակներուն։ Քրիստոսի եկեղեցին երբ որ սկսավ մինչև վերջին օրը, միշտ Քրիստոսի եկեղեցին թեմ ելող դերություններ, իշխանություններ, թագավորություններ, մարդիկ պիտի ելեն, միշտ։ Բայց հաղթանակը, սիրելիներ, ապահովված է ինչու, որովհետև Հիսուս ասավ, քաչալերվեցեք, ես հաղթեցի աշխարհին։ Մենք հաղթանակած Հիսուսի խումբի մեջն ենք։ Մենք բարդվածներուն կողմը չենք։ Սատանան հիմա իր զորությունը կփորձե ցույց տալ, որբեսի մարդիկ գրավե, բայց մենք սիրելիներ հաղթած ենք, որովհետև մեր դերը մահվան հաղթեց, մեղքին հաղթեց, սատանային հաղթեց եւ հարություն արավ եւ խոստացավ մեզիալ տալ։ Եվ խոսեցած էի Արմագեդոնի բادرազմի մասին, Արմագեդոնի բادرազմը սիրելիներ ոչ թե միայն մեկ օր պիտի լա, Արմագեդոնի բادرազմի մեջ ենք ամեն ժամանակ։ Որովհետև բոլոր ժամանակներում մեջ ապրող քրիստոնյաները սիրելիներ, երբ որ չարին կողմի հարվածվեցան, օրինակ անցյալին Հռոմը, Բաբելոնն էր, որովհետև գայսերական պաշտամուն կար այնտեղ։ Այսօր սիրելիներ մարդիկ է որ կպաշտվին։ Այսօր մարդիկ է որ կպաշտվին, աշխարհի ղեկավարներ կպաշտվին։ Պիտի կա ժամանակ, որ մարդիկ ները պիտի պաշտեն, նույն բաներն է որ կգրտնվին։ Բարձաբես որ սիրելիներ
Արմագեդոնի բادرազմի մեջ ենք մշտապես, որովհետև միշտ պայքար կա մեզի դեմ, բայց ժամանակներու ավարտին այս բոլոր դեպքերը պիտի կակատնագետին ասնին եւ այդ ժամանակ բոլորը միախ խմբվին եկեղեցվո դեմ, Աստուծո դեմ, Քրիստոսի դեմ, Սուրբ Հոգիին դեմ։ Զորավոր եղեք, միացած մնացեք իրարու եւ միշտ հիշեցեք Հովանես Արաքյալի խոսքը, որը սավ առաջին Հովանու նամակի 4-րդ գլխու 5-րդ համարի մեջ, որ մեր մեջի Աստուծո հոգին ավելի զորավոր է, քան Սատանայի հոգին, հագրագորտի հոգին, Քրիստոսի հագրագորտի հոգին, որ գտնվի աշխարհի պատկանողներուն մեջ։ Հետևաբար, on ուրեմն առաջ երթանք սիրելի քույրեր եղբայրներ, հաղթանակողին Հիսուս Քրիստոսի հետևինք, որովհետև դերը հաղթանակը ապահոված է։ Չընկրկինք, չդգարանանք, չհուսահատինք, չհուսալքվինք, չսայթաքինք, չշեղինք, այլ կալենք Հիսուսի քայլերեն, կալենք Հիսուսի հետևեն, որովհետև վերջապես հաղթանակը Հիսուսինն է, շահված է եւ հաղթանակը մերն է։ Աստված ձեզ արադաբես թողորտնե եւ ծեր բոլորի անունները յանքի քիրքի մեջ արցնակրվին։ Ամեն։ Խոնարհինք եւ աղոթենք։ Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Քրիստոս թուն որ ողորմությամբ մարմինս կեցար եւ հինցածները նորոգեցիլ, մեզ ալ նորոգե հոգիով եւ ողորմե։ Քրիստոս թուն որ խաչին վրա մարմնով մերար եւ մերածները ցանկին դարձուցիր, մեզ ալ հոգիով ապրեցուր եւ ողորմե։ Քրիստոս թուն որ մերելներեն հարություն արիր եւ հույսով հարուցիր մեր բնությունը, մեզ ալ հոգիով հարուցանե եւ ողորմե։ Թուն որ քեզի սիրելի Ղազարոսը քերեզմանեն դուրս կանչեցիր, մեզ ալ հոգիով ցանկի գոչե եւ ողորմե։ Դեր քու նորահրաշ հարությունը տեսնելով ահեղագեր փայլադագումով զարհուրեցավ դժողքը եւ բոլոր մերածները ողջիդ հետ հարության հավատքով հարություն արին։ Քրիստոս երբ հայրական փառքով երկինքեն ցակիս եւ մերելները հարուցանես, այն ադեմ մեզ աչիտ տասե եւ փառքիդ հրավիրե։ Դեր երբ քու Թադաստանի հեծանոցովդ աշխարհին գալը սրբես, արտարներուն հետ մեզ արքայությանդ ըշտեմարանին մեջ ժողովե, երբ հարսնացած եկեղեցին Փեսահիտ միանա, իմաստուն սուրբ գույսերուն հետ միասին մեզ արակաստին արժանացուր, անոնց հետ երկելու փառք ի բարձունս Աստուծո ամեն։ Դեր ողորմյա, դեր ողորմյա, դեր ողորմյա, դեր ողորմյա, ամեն ասոր երորդություն դոր աշխարհիս խաղաղություն եւ իվանտած բժշկություն ննչեցելոց արքայություն դեր ողորմյա, դեր
Հիսուս պարագիչ մեզ ողորմյա սրպոհիգույս աստվածածի Փարեխոսյա կոմիյածնին հիշյադեր և ողորմյա Հանուն հոր և որդվո և ոգվույն սրբո ամեն Հայր մեր, որ հերգիս ես, սորբ եղեցի անուն քո, եկես է արքայություն քո, եղեցին գամ քո, որպես երգիս և հեղին սաց մեր հանաբազը դուր մեզ այսօր թող մեզ զբաղդիս մեր որպես և մենք թողում կմերոց բարդաբանած և միդանից մեզի փորձություն Զիկոյե արքայություն և զորություն և փառք Հավիդյանը Սավիդենից ամեն օրտնյալ քեղերուքի շնորհացն սրբո ոգվույն երթայք խաղաղություն և Դեր Հիսուս Քրիստոս եղիցի ընցեզ ընդ ամենեսյանդ ամեն Քրիստոսի արյունով ծածկված ապահով ձեր դուները ասնիկ Քրիստոս հարյավ իմերելոց օրտնյալ եղեք